Իրավունք թերթը գրում է. մոտ օրերս նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում պետական ապարատում։ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն վերջինս նոր ժերտվաների ցուցակ ունի, ապացուցելու համար, որ իր յուրայիններին անգամ չի խնայում ու այդքան ժողովրդավար է։ Հրապարակը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ազգային ժողովում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր են հպանցիկ քննարկվել։ Մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած գլխավոր շտաբում թերթի տեղեկություններով գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը, համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել։ Թերթին պատմել են, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու։ Խոսքը ըստ իշխանական հաշվարկի մոտ 10,000-ի մասին է։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում հաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Փաստորեն դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջև խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ, գրեթե 20 տարի։ Կոնյակ անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռևս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով Եվրամիությունը Հայաստանին 3 միլիոն եվրո գումար կտրամադրեր։ Իրավունքը գրում է. պարզվում է եկող կիրակի կրկին Հովհանավանք այցելելու Փաշինյանի հորդորը խորը արմատներ ունի։ Ասում են վերջինս այդ կերպ ուզում է հասկանալ, թե մաքսիմում ինչ ռեսուրս ունի ու արդյոք այդ ռեսուրսով զինված կարող է վեհարանը գրավել։ Իրավունք թերթը գրում է. իշխանական թևի ներկայացուցիչները առանձնահատուկ ջերմեռանդությամբ այս ու այն կողմ հայտարարում են, որ շուտով սեքս սկանդալներ են, որ պայթելու են։ Վերջիններս մասնավոր զրույցներում անկեղծանում են, որ ինտիմ բնույթի տեսանյութերի թիրախում միայն հոգևորականները չեն, այլ նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ են եւ սպասվում է անձնական կյանքին վերաբերող բանտիկով նվերներ։ Հրապարակը գրում է. պարզվում է ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնաառաջադրվել են՝ Գևորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ։ Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն 2 հոգի է առաջադրվել՝ Գևորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը։ Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները որպես կանոն գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։